Անկերներ ողջույն, հարգելի հետևորդներ ջան, ելի ուզում ենք էկզոտիկ վայրում բան նկարենք Էդոյի հետ, Ես պարապում էի ճիշտ ասած, իմ ստորիներն էլ կա այս վիդեո Հայկս եկավ։ Եղանակը տվեց, հա, դե ես չեմ պարապում եմ, այսինքն ուղղակի տենց շախմատ եմ պարապում։ Գժերի հետ ես պարապում, զգացել եմ։ Կա տենց բան, ժողովուրդ ջան, այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է վերջնական որոշումը հրապարակի, որ տեսնենք ինչա դառնում վերջապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում ազգային ժողով, թե ոչ։ Չնայած ուժեղ Հայաստանն էլ մի քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ իրենք էլ են ժամը 6-ին լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, բայց ես ոնց նայում եմ, որ ասում են Նիկոլը զալնի դնող չի, միջև վերջ գնալու է իր ճանապարհով, այդ ջան ինչ կասես, հələ երկու բառով դու ասա։ Ախպեր ջան, ես միշտ մնում եմ նույն կարծիքին, որ Նիկոլին թերագնահատում են, Հայկ ջան։ Նիկոլն էս կամքի տեր մարդ է, որ չլնելով հավատացյալ, ամեն դեպքում չեմ տեսել, որ իր գիտակից կյանքում ինքը լինի պատարակներին մասնակցող եւ այլ եւ այլ։ Մարզից մարզ, քաղաքից քաղաք է գնում, այդքան մարդու հետը տանում է, մասնակցում է պատարակի, ինչա Գարեգինը իր սրտով չէր, բայց խիբը իր սրտով էլ սկսենք այդտեղից։ Հիմա խեմ ես ասում։ Նիկոլը ունի մեծ կամքի ուժ։ Եթե մարդիկ դուս են գալու Նիկոլի դեմ պայքարեն, պետք է ունենան կամքի ուժ, չհանձնվեն։ Իհարկե։ Ես կիսում եմ այդ կարծիքդ եւ մի բան էլ կա, տես տվեցի եկեղեցու անունը, ապա դա էլ ասեմ, եթե իհարկե դա արդեն པարզ է, Նիկոլը վերցրել է իշխանությունը եւ ես իմ ամենամեծ մտավախությունը, ամենամեծ բանը նրա մեջ է, որ ինքը մի փուլում էլի իր հերթական հարձակումը գործելու է եկեղեցու վրա, մի պահ ոնց որ հանգիստ էր թողել, այս նախընտրական process-ներ, բան եւ այլն, որպեսզի մարդկանց ավելի շատ չգրգռի, բայց ինձ թվում է ինքը առաջիկայում այդ ջան, էլի իր այդ ռեպրեսիվ մեթոդները մեքենան միացնելու է ու գնա կաթողիկոսի հետևից։ Կաթողիկոսի հետևից ինչի համար է գնալու, իմ կարծիքն, այսինքն հետևելով Ադրբեջանի մամուլին, Թուրքիայի մամուլին, ենթադրում եմ, որ կաթողիկոսի հետևից գնալու է նրա համար, որ պետքա մզկիթներ բացվեն Հայաստանում։ Դա ու ասել են այդ ոնց է Եվրոպայում տարբեր եկեղեցիներ կան, չգիտեմ, Թուրքիայում իրականում կա գործող հայկական եկեղեցի, ասել է այնտեղ կա, բերեք ստեղ էլ սարքենք։ Բնականաբար դաժե անգամ պրոսպեկտի պարսկական մզկիթներին մի պահ ադրբեջանցիները են պարսիկները միանգամից դեմ առան, ասին հանգստացեք, խի, Հայկ ջան կներես, դեռ Ադրբեջան ազգ երբևիցե գոյություն չի ունեցել, դրանք շուտ հավաքական կերպ։ Դե դրա համար են էլի ասում մարդիկ Coca-Cola-ն ավելի հին է, քան Ադրբեջանը։ Ու ճիշտ են ասում, դաժե Ադրբեջանը որ ուղարկել է հայտ որ դառնա ազգ, Անգլիան առաջինը մերժել է։ Առաջի հայտ, հետո նա ավտոմատիվ բոլորին հայտնի պատմությունները եղել են ինչը ունենք։ Ունենք այն ինչ ունենք, հարգելի ընկերներ ջան, ես երեք ճիշտ է էլի իմ մյուս ընկերոջ հետ թեթև բան նկարեցինք, դե Էդգարի հետ որոշել ենք ավելի հաճախակի պարբերաբար, եթե ժամանակը թույլ տա, բայց անելու ենք։ Հիմա ինչ եմ ես մտածում, այս մարդկանց հետ, Նիկոլենց հետ նկատի ունեմ, ոնց որ ասում եմ, բոլոր մեթոդները խոսելու, շփվելու, լրիվ սպառվել է։ Հետո կա մի հատ բան, այդ ես հասկանում եմ, դու հասկանում ես, շատ մարդիկ հասկանում են։ Նիկոլը սիրում է անել, որ իր ուզած սցենարով գնա, այսինքն մեր ընդդիմությունը, կնի Բարգավաճը, ուժեղները, Ռոբերտ Քոչյանի թիմը, պետք է խախտեն իր պլանները, այդ մատրիցան ջարդեն։ Այսինքն հիմա ինքը երկու տարբերակ է ուզում, կամ գնան ազգային ժողով, կամ գնան փողոց։ Մենք երրորդ տարբերակը պետք է լինի, ոչ գնալ ազգային, իմ կարծիքն է, ոչ ազգային ժողովով, ոչ պատրաստել մյուս ընտրությունները։ Ես ընդհանրապես փողոցով այս պահին չեմ հավատում, որ փողոցով հնարավոր է իշխանապողություն իրականացնել։ Մարդիկ հոգնեցին նույն ընդդիմության սխալների պատճառով, ես մասնակցել եմ տարբեր միտինգների, չճանաչելով ոչ մեկին, պրոստը գնացել եմ դեմ եմ եղել Նիկոլին, հոգնեցին, քայլեցին, ճանապարհեցին տուն եւ այլ, մարդիկ հոգնել են։ Ժողովուրդ ջան, այո, ալտերնատիվա պետք է այլ այն կարգի առաջարկ լինի, որպեսզի մարդիկ ուզենան շփվեն, ուզենան գնան, ու դրա համար իմ առաջարկն էր, որ այստեղ մնում է ակտուալ ուժի մեջ, այդ մասնակցելով տարբեր տեղերում թիմ ընտրությունների, մարդկանց կամ ընտրությունների ասած այդ էր, թիմ ընտրություններ կներես, մեկ էլ ամենակարևորը վարչապետի աթոռից ոչ պակաս կարևորը Երևանի քաղաքապետի ընտրությունները։ Բնականաբար։ Ինչը Ավինյանի մոտ հրաշք տեխնացիա, որին պրոստը կարելի է ուղղակի հաղթել շատ հեշտ։ Բնականաբար ես դրա հետ համաձայն եմ, առավել ևս, որ իրանք կարողացան այդ տարբեր մանևրների շնորհիվ Երևանի քաղաքային իշխանությունը վերցնեն, իրանց ձայները չէր հերիքում, սկզբից դոգի կուսակցության մեջ, այնտեղ անասնագողություն արեցին 2 հոգու տարան, հետո ստեվից, ընդդեղից մի խոսքով։ Բացի այդ, Հայկ ջան, կոնկրետ երևանցիներին, այս երևանցիներով հանդերձ ամենամեծ վնասը Նիկոլի կառավարությունն ու այդ հողեր բան հանձնել է մի կողմ, որ տնտեսապես հասել է Երևանցուն։ Իհարկե։ Սաշիկի ժամանակ, որ ասում են փողոցում կանգնել 12000 դրամ էր դարձել է 160։ Գույքարկը սարսափելի թիվ, ինչ որ մի հատ
Լավ, լավ, գիտեմ, քննի Էջան։ մարդիկ էլ ասում են պետք չի ծախեք գնացեք ուրիշ տեղ ապրեք, ասենք։ Գիտեմ, Դուք Էջան, ծախեք, դուք գիտեմ։ քոչեք, քոչելը ձերն է։ Լավ, ընկերներ ջան, քանի որ այն որ հարցերը այնքան շատ են, որոնց մասին կարելի է անընդհատ անդրադառնալ, բայց քանի որ ամենաակտուալ թեման շարունակում մնալ այս վերջի օրերի ամսի 7-ից հետո այս հետընտրական process-ները, ես իրեն ասում եմ ավելի շատ հետվիրահատական process-ներ, որովհետև Իրականում բոլորիս վիրահատել են չեմ բուժում ընկեր։ Հիմա դեղերը պետք է տան, որ սրսկվենք, եթե դու հանգիստ կանանք, երևի է տա մնում աղբյուր։ ճիշտ է։ Ցավազրկողները։ Պետքա գնալ ու պետքա մանիպուլյացիան չտրվել են իրանք հենց այդ են ուզում որ իրանց գծածով գնա իմ տեսակետով Հայկ ջան կա երկու տարբերակ իրանք ուզում են փողոց մեկի ազգային ժողով բայց նույնիսկ եթե մանդատները վերցնեն իրանց գծած տարբերակով չգնան ազգային ժողով դեռ ֆորմատը ուրիշ պետք է պետք չգնան այնտեղ ասեն պարոն վարչապետ Նիկոլ Էլնիասից ես տալու եմ պոլերին դատելու եմ վիրավորի բայց ասեմ քեզ մի բան ցավը տանեմ նա իրանք այն տիպի մարդիկ են նույն Ալենն էլ նույն մեկն են մյուսն են որ ինձ ձևերի զիվացալում ասում մենք ձեզ սպասում ենք ազգային իրականում այդ մարդիկ կարմիր գծեր չունեն հասկանում ես Ալեքսանյան Վահագի հետ ոնց կարելի է գնալ ազգային ժողով կամ ոնց կարելի է գնալ այս զոհված տղու հոր հետ Գեղամ Նազարյանի абսուրդի ժանրից չէ ինքը չկա անգեր չկա ազգային ժողով ինձ գիտե ընտրվել այլինորից չկա դե հեսա մի հատ պաշտոն կտա Նիկոլը ոնց ուզում արի մեծ պադաչկա կտա ամեն դեպքում ժողովուրդ ջան եթե անգամ գնան էլ ազգային ժողով ընդդիմադիր ուժերը այո պետքա շատ կոշտ ֆիլտրացիա արվի այդ դեպուտատների падգամավորների ցանկը որ վերբովկա չնեն պլյուս գնան անպայման ոչ թե տենց հերթականությամբ ովում հերթալ գնան այն մարդիկ ովքեր ակտիվ հասարակական հետո գիտես ինչ նախնդիրը պրակտիկան ցույց տվեց որ վերջի 5 տարիների ընթացքում ավելի շուտ Նիկոլը ընդդիմության վրից մարդ քան ընդդիմությունը չի տարել ոչ ընդդիմությունը մարդ է տարել չի տարել բայց ասեմ Նիկոլից մեջից իմ կարծիքով միակ ուժեղ տղեն Հովիկն է Աղազարյանը։ Ապա դե Հովիկ Աղազարյանին եթե Հովիկ Աղազարյանին Նիկոլը չդուբլեր ընկեր, ինքը ոչ էլ բայց լիքը մարդը դուբլելա, տենց խելոք գնացել են, այս մարդիկ ուզես չուզես ընդդիմացան ախպեր։ Դե բան չունեմ ասելու, ընկերներ ջան, լավ եղեք, ձիգ մնացեք, ուժեղ մնացեք, ամենակարևորը ես էլի եմ ասում եմ հույսը չեմ կորցնում, գիտեմ ելոնել չի կորցնում, մեր ընկերները, մեր բարեկամները, մեր ախպերությունը, տարբեր մարզերում մեր կռուգերը իրանք էլ չեն կորցնում, պետքա իրոք պետքա շարժվենք առաջ, Նիկոլենց դոստուկներ չտալով։ Ամեն իրանց սխալի վրա պետքա մենք կենտրոնանանք, խորանանք, որ կարողանանք մի բանի հասնել։ Լավ եղեք, ձեզ հաճելի կիրակ նորյա, ինչ ասեմ, կեսօր, երեկո, անձրևոտ։ Լավ եղեք, ձիգ մնացեք, ամենակարևորը, լավ եղեք։